Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Ես խնդրել եմ, որ պարոն Սարգսյանը ինձ օգնի, ինչով կարող է, որտեղ ոչ մի դուր ծեծելով, ոչ մի օգնության չօգնեցին ինձ։ Հիմա հարցը նրանումն է, որ ես արդեն 60 տարի է ես այդտեղ բնակվում եմ, հորական տուն է, իմ հերոսը նույնպես այստեղ է ապրել, մեծացել, բանակ ծառայել։ Հիմա հարցը հասել է, որ ես ուզում եմ սեփականացնեմ իմ տանկից հողատարածքը, չեմ կարողանում, քանի որ ես տանը չեմ եղել, բոլորս տանը չենք եղել, որ ասենք բերել է Հակոբ Բաբայանը Գազի Գեբերը տեղադրել այնտեղ Արսեն Բաբայանի հայրը։ Խնդրեմ ավելի մոտիկից մանրամասն ցույց տանք, որպեսզի հանրությունը տեսնի։ Իրենք բոլոր տները իրանք հողատարածք։ Հիմա այս հողը այս հատվածի եւ այս հազարատարի համար չեն թույլատրում, որպեսզի այս Գազի Գեբերի համար, այս հոսքի համար չեն թույլատրում, որ ես իմ հողը սեփականացնեմ։ Երկու բառով ներկայացնենք, խնդրեմ, հարգելի Նիկոլ Փաշինյան, ինչպես որ ձեր իշխանությունները պաշտոնական գրությունը դիմումից չեն տարբերում, հիմա կանթերցեմ ինչի մասին է խոսքը, այնպես էլ ձեր քաղաքային իշխանություն, Տիգրան Ավինյանը խախտելով, իրավախախտելով վարչական ակտը տալիս է նման պատասխան։ Հիմա ներկայացնեմ Երևանի քաղաքապետան Շնգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Անդրանիկ Մինասյան։ Հարգելի պարոն Մինասյան, ի լրումն մեջ այսինչ գրության Նորագավիթ 13 փողոց թիվ 19 տան հարևանությամբ գտնվող հողատարածքն աճուրդային եղանակով օգտագործելու վերաբերյալ հայտնում ենք համաձայն Գազպրոմ Արմենիա ՓԲ ընկերության 16/07/2025 թվականի գրությամբ ներկայացված տեղեկատվության կցվում է նշված հողատարածքով անցնում է ցածր եւ միջին ճնշման վերգետնյա գազատարեր, ինչպես նաեւ տարածքում տեղադրված ՊԳԿ 100 Հաշվի առնելով վերագրյալը հայտնում ենք, որ քննարկվող հողամասը չի կարող դիտարկվել որպես աճուրդային կարգով օտարման ենթակա։ Գանք ամենակարևորին, հարգելի հայրենակիցներ, ինչպես որ տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանի իշխանության, պետական պաշտոնատար անձինք պաշտոնական գրությունը դիմումից չեն տարբերում, այնպես էլ, ինչպես որ քիչ առաջ ցույց տվեցի, խախտում են օրենքով սահմանված վարչական ակտի պաշտոնական գրությունը, ուրեմն այդ գրությունում չկա որևիցե հղում օրենքին, այնպես էլ ոտնահարում են 44 օրյա պատերազմում, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով միակ մինուճար որդուն Էդգար Աղաջանյանին կորցրած միայնակ ծնողի իրավունքը մերժելով նրան, տալով նման պատասխան։ Սա է ձեր իշխանությունը, սա է ձեր քաղաքային իշխանության դեմքը, Նիկոլ Փաշինյան։ Հուսամ, որ տիկին Շուշանիկը պաշտոնական գրությամբ մեզ կդիմի, խնդրեմ, եթե ունեք խոսք, կարող եք ձեր խոսքը ներկայացնել այս ամենի հետ կապված։ Հիմա ասենք իմ պապան էլ 45 թվի պատերազմի մասնակից է եղել, այս ամենը մենք ձեռք ենք բերել մեր ուժերով, հիմա ասենք չեմ կարողացել սեփականացնել, իմ խնդրանքն է, որ օգնեն ինձ, ես իմ հողատարածքը սեփականացնեմ։ Եվ այս տարածքում ով է ձեզ խոչընդոտ է, երկու բառով նշեցիք։ Քաղաքապետարան ենք դիմել, այս արդեն 2 տարի է, քաշքշուկ, այս թուղթը չկա, այս դիսկն է կորե, ամեն ինչը նորից ներկայացնելով պատասխանը եկել է, որ գազի այս հոսքը խոչընդոտ է հանդիսանում, դուք չեք կարող սեփականացնել այս տարածքը։ Իսկ ինչ-որ անուններ տվեցիք անձանց։ Անձանց անուններ տվեցի, որովհետև այն ժամանակ երեխաս փոքր էր, ծնողներս իմ հետ էին, ես չկարողացա, ասենք, դեպքեր պատահի տանը չենք եղել,
բերելա մեր հավաբնի այն կողմը Գեբերնա տեղադրել Հակոբ Բաբայանը, հետո ամեն օր քաղաքապետարանից մարդեր գալի, այսքան տեղը ինադու ասֆալտեց, որ ուզում էր փողոց բացեք, խնդրել ենք, աղաչել ենք, որ չբացի, մենակ կին եմ, մի խոսքով, էսի սաղ իրը արածն է, Իսկ Հակոբ Բաբայանը ով է։ Հակոբ Բաբայանը Արսեն Բաբայանի հայրն է։ Արսեն, եթե դու հիմա ինձ տեսնում ես, լավ նայ, Էդգարի մայրն եմ, դու մեր տունը հաց ես կերել, հանգստացել ես, էս եք ձեր շնորհակալությունը։ Ձեզ համբերություն Տիկին Շուշանիկ, իմացած եղեք, ձեր կողքին կանգնած ենք։ Շնորհակալ կլնեմ ես։ Որին համբերությունս ձեզ Կոտրված եմ, բայց էլի հույսս գոնե դուք կլինեք, որտեվ ես արդեն շատ տեղեր դիմել եմ, դուրը փակ ա եղել արդարության կողմով։ Ես որպես միայնակ մայր հաշվանդամությունից կտրեցին ինձի, որ Այս ուղերձը նաև ուզում եմ հղել Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությանը, հա, դուք ձեր իշխանությունները, քաղաքային իշխանությունը մերժելով 44 օրյա պատերազմում միակ որդուն, որդեկորուս մորը, դուք մերժում եք այն սուրբ արունը թափած, հա, անմահացած հերոսի մորը, տալով նման անհիմն պատասխան, մեկնաբանելով Գազպրոմ Արմենիայի, հա, որևիցե իրավական օրենք հղում չանելով, վարչական ակտ հղում չանելով, դուք ինչպես որ պաշտոնական գրությունը չեք տարբերում դիմումից, այնպես էլ պաշտոնական գրության մեջ ձեր չկա, ինչպես որ ցույց տվեցի, խնդրեմ նորից պատրաստ եմ ցույց տալ, նաև կհրապարակենք։ Սա է իրական պատկերը այս քաղաքային իշխանության դեմքը, Տիգրան Ավինյան, սա է ձեր քաղաքային իշխանությունը։ Ես կուզեի մի բան էլ ավելացնեմ, որ մինչև այս հարցի լուծմանը ես խնդրել էի Սիսակ Գաբրիելյանին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր։ Որովհետև ինքը խոստացավ կօգներ ու ընտրվեց, համարը չկա։ Հայկ Մարությանին, որը որ անձամբ եմ դիմումս տվեց ձեռքը, անպայման ու ոչ մեկից ոչ մի լուր։ Ու հիմա հասկացա, որ արդարություն չկա։ Հավատացած եղեք, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, ձեր կողքին կանգնած ենք, հիմա դիմումը կգրենք Տիկին Շուշանիկ ջան, կազմակերպենք, կուղարկենք Նիկոլ Փաշինյանի վարչապետի աշխատակազմ, փորձենք բարձրաձայնենք բոլոր պետական կառույցները։ Կուզեի ես մի հարցնել տալ, որ ես անձամբ եմ դիմում գրել պարոն Փաշինյանին, որ խնդրելով մի հատ երեխա ունեմ, հաշվանդամությունից զրկել են, գոնե մոտիկ տեղ տանեն, ասեցին, որ համապատասխան տեղա գնացե, պարոն Պապիկյանն էլ գրել էր, որ օրենքը հանած է միայնակ երեխեքի պետք է անպայման ծառայեն, իմ երեխեն 2 ամսվա ծառայող էր ու նոր էր դուրս եկել կարանտինից, ինչ իրավունք ունեին բարձրացնեին դիրքեր, այդ միամիտ երեխեքին, բայց իմ երեխեն ասում եք, մամ, աշկերես փակես բացես գալու եմ հասնեմ, ուրա ու հիմա եռաբլուրում նկարը բոլորը խախտված է, սպիտակել ասում են բյուջեն փող չկա, դուք ձեր ուժերով պետքա վերանորոգեք, ծնող եմ, քանի կան, ես էլի պետքա վերանորոգեմ, այսքան բան։ Խնդրում եմ, մի հուզվեք, իմացած եղեք, ձեր կողքին ենք։